Բարի օր, եթերում update լրատվականը, թարմացնենք օրվա լրահոսը։ Խորհրդարանում թեժ էր Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթի ընթացքում անդրադառնալով Լևոն Քոչարյանի ելույթին կոչ է արել չափերը ճանաչել, ապա Քոչարյանը հակադարձել է, լեզվակռիվ է սկսվել, հնչել են սպառնալիքներ։ Դահլիճում իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև քաշքշուկ է սկսվել։ Պահպանում ենք կոռեկտության սահմանները։ Հա, տեղը նստի ու մի խոսի, ես քո խոսալու ժամանակ ստեղծ բան է ասում։ Հիմի կհանեմ կշպրտեմ դուրս դահլիճից։ Կհանեմ հիմա քեզ կշպրտեմ դուրս դահլիճից, որովհետև դու խանգարում ես իմ ելույթը Լևոն։ Հանգիստ նստի տեղդ, հանգիստ նստի տեղդ, հանգիստ նստի տեղդ, մատդ էլ իջացրու։ Հանգիստ։ Քո խոսքը ինձ հաճելի չէր, բայց ես նստի տեղդ։ Լսի դու ստեղից խոսացողին չես կարող ընդհատես, տեղդ նստի։ Հանգիստ, հանգիստ պահով եղող, հանգիստ, հանգիստ, հանգիստ։ Ուրեմն հանգիստ, սիրելի հանգստացեք մի։ Տեղի ունեցածը ցավալի է որակել մարդու իրավունքների պաշտպանը։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Անահիտ Մանասյանն ասել է, որ սա ցույց է տալիս մեր երկրի հեղինակությունը եւ մոտեցումը տարբեր խնդիրներին։ Պետք է ամեն ինչ անենք, որ ընդհանրապես խուսափենք այս ամենից, ընդ որում այստեղ ոչ թե որևէ մեկին թիրախավորելու խնդիր ունենք, այլ այն բոլոր երևույթները վերացնելու, ասել է պաշտպանը։ Իրապես ինձ համար շատ ցավալի է, որ մենք պարլամենտում կարող ենք ունենալ նման միջադեպեր, որևէ կերպ կարող ենք ունենալ նման միջադեպեր։ Եվ ըստ էության, ես հատուկ նշեցի, սա բոլորիս ամոթն է, որովհետև սա նաև ցույց է տալիս մեր երկրի հեղինակությունը եւ մոտեցումը տարբեր խնդիրներին, ու այո, մենք պետք է ամեն ինչ անենք, որ ընդհանրապես խուսափենք այս ամենից։ Ընդ որում նորից եմ կրկնում, այստեղ ոչ թե որևէ մեկին թիրախավորելու խնդիր բոլորս կարծում եմ այս պահին ունենք, այլ այս բոլոր երևույթները վերացնելու խնդիր։ Ես դատապարտում եմ ընդհանրապես այս տեսակի վարքագիծը ազգային ժողովում եւ բնականաբար թե քաղաքական մեծամասնությունը, թե քաղաքական ընդդիմությունը կրում են հստակ պարտավորություններ չթույլատրելու ընդհանրապես նման միջադեպերի արկայություն եւ ես օր առաջ կարեւոր եմ համարում էթիկայի մշտական հանձնաժողովի ձևավորումը ազգային ժողովում, որովհետեւ ես վստահ եմ, որ դա հնարավորություն կտա բազմաթիվ խնդիրների լուծումներ գտնել։ Դա կարող է լինել մարմին, որը իրավասու կարող է լինել նման դեպքերով քննություն իրականացնել։ Հիմա ոչ ես, ոչ որևէ այլ մարմին, եթե իհարկե հանցագործության մասին չէ խոսքը, վարքագծի կանոնների, էթիկայի կանոնների խախտման մասով չենք կարող որևէ ինքներս քննություն, վերջնական եզրահանգումներ իրականացնել, որովհետև իրավասու չենք։ Իսկ ԱԺ-ի օրակարգում Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի 2024 թվականի գործունեության արդյունքների ներկայացումներ։ Անահիտ Մանասյանն անդրադարձել է իր անաչառության վերաբերյալ քննարկումներին եւ կառուցողական համագործակցության կոչ արել։ Եթե մարդկանց թվում է, որ բացառապես քաղաքական մեծամասնությունն է պետական իշխանություն ունենալու պարագայում պատասխանատու խնդիրների լուծման համար, ապա չարաչար սխալվում եք, որովհետև ինչպես բոլոր հարցերը ես ինքս շատ կոշտ եւ խիստ մեթոդաբանությամբ շատ դեպքերում ուղղում եմ քաղաքական մեծամասնությանը, նույնն էլ հիմա պետք է ասեմ, ուղղում եմ քաղաքական ընդդիմությանը, որովհետև օրենսդիր իշխանությունը պետական իշխանության մարմին է, եւ եթե ստացել եք պետական իշխանություն, պարտավոր եք ձեր բոլոր գործիքները օգտագործել խնդիրները լուծելու համար, հետեւաբար դուք նույնպես հանդես եք գալիս որպես պետական իշխանության ներկայացուցիչ եւ ես ստիպված եմ այս պահին մեր մյուս գործընկերներին դիմում, որովհետեւ իրենք բարձրացրեցին այս խնդիրները։ Իմ առաջարկը այն է, որ մենք կարողանանք կառուցողական եղանակով միասին համագործակցել եւ գտնել այս բոլոր խնդիրներին լուծումներ, որովհետեւ ինչ խոսքեր
այս դահլիճում եւ այլ դահլիճներում հնչեցվեն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգերը կատարելագործված լինելու մասին։ Ես ինքս տեսնում եմ, թե ինչն է կատարելագործվել, ինչ մնացել է չկատարելագործված, բայց առանձնահատուկ տեսնում եմ այն բոլոր քաղաքացիներին, ովքեր իրապես խոցելի իրավիճակում են գտնվում, ովքեր չունեն օգնության հնարավորություն եւ հանկարծ այնպես է ստացվում, որ եթե իրենք հետաքրքիր չեն քաղաքական նպատակներով, որևէ մեկը սրա մասին չի հիշում։ Դատարանի վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Ծովակալ Իսակովի 25 կոտորակ 3 հասցեում գտնվող 25.6 քառակուսի մակերեսով տարածքը եւ բնակավայրերի նշանակություն ունեցող հողամասը որպես ապօրինի ձեռքբերված գույք։ Շուկայականին մոտարկված արժեքը 830 միլիոն 847 հազար 411 դրամ։ Այս մասին հատիկ առ հատիկ գրառմամբ հայտնել է վարչապետը։ ԱԳ նախարարը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 134-րդ նստաշրջանում։ Արարատ Միրզոյանը խոսել է այժմյան մարտահրավերների մասին, այն է մարդու իրավունքների համակարգի թուլացում, ժողովրդավարական արժեքների նահանջի մտահոգիչ միտում, ժողովրդավարական հաստատությունների հանդեպ հասարակության աճող հիասթափություն, հիբրիդային սպառնալիքներ եւ այլն։ Նախարարն ասել է, որ Հայաստանը վերահաստատում է հանձնառությունը նպաստելու ժողովրդավարությունն ավելի դիմակայուն դարձնելուն։ Հայաստանը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ բարօրության առաջմղմանը։ Ինչպես գիտեք, Հայաստանը եւ Ադրբեջանը հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել եւ վերջնականացվել է։ Ուշագրավ է, որ այսօրվա նախարարական որոշումներից մեկով կրկին արձանագրվում է այս կարևոր հանգրվանը եւ պայմանագրի շուտափույթ ստորագրման եւ ավերացման կոչ է արվում։ Վերահաստատում եմ Հայաստանի պարտականությունն ընթանալու այս ճանապարհով առանց որևէ հապաղման, ասել է նախարարը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոփանիին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցեր, անդրադարձել գործակցությանը էներգետիկ եւ առևտրատնտեսական ոլորտներում։ Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աստանա այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ։ Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկումից բացի կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրներին։ ԱԺ նախագահը ողջունել է ղազախական կողմի հայտարարությունները Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, ինչպես նաև Ղազախստանի աջակցությունը ուղղված երկու երկրների միջև կառուցողական երկխոսությանը։ Ալեն Սիմոնյանը նաև ընդգծել է, որ մեր երկիրը շահագրգռված է առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվ ընդլայնմամբ։ Մարմարի գյուղում 11-րդ օրն է փնտրում են 2-ամյա Տիգրանին, որը նողափրկարարական աշխատանքներում ներգրաված է 100-ից ավելի փրկարար։ Օդում, ջրում, ցամաքում կամավորներից մինչև փրկարարներ ամեն վայրկյան սպասում են վերջին օրերի ամենակարևոր տեղեկատվությանը ողջ ու առողջ գտնել փոքրիկին։ Հարազատները, գյուղի բնակիչներն ու փրկարարները մեկտեղել են ջանքերը։ Հնարավոր առևանգումից մինչև տան հարևանությամբ հոսող գետ ընկնելու վարկած բոլոր տարբերակները քննարկվում է։ Մարմարիկում տիրող իրավիճակն առանց մեկնաբանության։ Առավոտից ժամը 7-ից սկսել ենք որոնողական աշխատանքները, ներգրաված են ներկապային շուրջ 100 փրկարար ծառայողներ, որոնք ինչպես Մարմարիկ բնակավայրում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով եւ Աղբյուրակի ջրամբարում ներկապայուն իրականացում են որոնողական աշխատանքներ,
ներգրավված են ջրասուզակներ, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից, հատուկ նշանակության փրկարարական ջոկատից, մոտորանավակներ, մենք աղբյուրակի ջրամբարում հիմնականում մեծ ուժեր ենք ներգրավել, քանի որ այսօր արդեն 12-րդ օրն է, հավանական հնարավոր է, որ արդեն ինքը աղբյուրակի ջրամբարում մենք կարողանանք ինչ-որ արդյունքի հասնել, բայց մենք նաև բնակավայրում ինչքան շենք շինություններ, հարակից տարածքներ կան, նաև մեր փրկարարները ներկապային ինտենսիվ ձևով այնտեղ են իրականացնում այդ որոնողական աշխատանքները։ Ոչ մի նորություն չունենք։ Սպասողական վիճակ է։ Մեզ էլ սիրտ չունենք, որ ամեն կալացողին պատասխանատվանքից կամ խոսենք։ Ասվել էր, որ ինչ-որ տարօրինակ զանգեր եք ստացել, դրանք շարունակվել են։ Ես չեմ ստացել, Ազիզ ջան, Ձեր որդիներ ստացել, շարունակվում են այդ զանգերը, չէ, մի չկա։ Մի զանգ չկա։ Այսօր 10-րդ օրն է, չէ՞ լրացել։ 10-ը լրացել է։ Իսկ հիմնական վարկածը ո՞րն է շարունակում մնալ։ Դե քանի որ չգիտենք ճիշտը, մեր համար բոլոր վարկածներն էլ ընդունելի են։ Երեխեմ ստեյց են գործել են, բայց չգիտենք ինչ ուղղությամբ ակնած է, ինչ է։ Ոչ մի բան էլ կոնկրետ չի, որովհետև գելը որ գետի հույսով են, որ գետի մեջն է, ուզում են հայտնաբերեն, որ մի բանով հանգստացնեն ժողովրդին։ Մինչև չգտնվի, ոչ մեկ էլ հանգիստ չի նստի։ Կոնկրետացված մի բան պետք է գտնվի, մի հատ հետք, մի բան պետք է հայտնաբերվի։ Իսկ այդ առևանգելու վարկածը կա դեռ շարունակվում։ Մեռնեմ սրտիդ, ուրեմն դա արդեն այս որ քանի օր չի գտնվում։ Մենք որ չի գտնվում ջրի մեջից այս 10 օրվա ընթացքում, մեր մտքով էլ անցնում որ մեր այս տերիտորիայում ինչը որ չի լսվել, չի տեսել, մենք չենք տեսել այս բան։ Առաջի անգամ լսում ենք որ կարող մեր գյուղից երեխա գողացան, անետացավ, որ չեն կարում գտնել։ Եթե ջրից ոչ մի հետք այս 10 օրվա ընթացքում չեն գտնում, մարդ ամեն մեկս մի բան կարող է եզրակացնի։ Բոլորն էլ ման են գալիս սրտանց, բոլորն էլ ուզում են, որ մի նպատակ կա, որ ողջ առողջ գտնվի։ Համիթե ոնց կլինի, չեմ կարող ասենք, փնտրում են։ Միակ ցանկությունը, որ ողջ առողջ գտնվի երեխեն։ Բոլորից հետո ուրիշ ոչ մի բան։ Վերև Աստված կա, էլի երևի գտնվի երեխին։ Ծնողները մեղք են, էլի ես։ Ահա որ բան է։ Գյուղից են հա մարդիկ մասնակցում։ Անպայման, հա։ Սա Հայաստան է մասնակցում, էլ հայախմիջը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։
Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ գործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատելու և տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։ Ավելին նախարարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում օրենսդրական ուսումնական հաստատություններում ուսուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու և կրթական միջավայրում առողջ, հարգալից ու անվտանգ պայմաններ ստեղծելու համար։ Միջազգային լրահոսին հետևեք տեսաշարով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջին արտասահմանյան այցի շրջանակում Սաուդյան Արաբիայում հանդիպել է Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ Ալ-Շարայի հետ։ Հանդիպմանը միացել են նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Իդեպ վերջինս հանդիպմանը միացել է տեսակապի միջոցով։ Նախորդին Թրամփը հայտարարել էր Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու մտադրության մասին։ Ես կհրամայեմ վերացնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները նրանց հնարավորություն տալու նպատակով, ասել էր նա Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ Թրամփը պարզաբանել էր, որ համապատասխան որոշում է կայացրել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ-Սաուդի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իրավիճակը քննարկելուց հետո։ Դամասկոսը ողջունել էր պատժամիջոցները չեղարկելու Թրամփի հայտարարությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենքի արտադրությունից։ Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ ինչ-որ բան անել, եթե դա հնարավոր է, բայց նրանք պետք է դադարեն հովանավորել ահաբեկչությունը, դադարեցնեն արյունալի պատերազմներ վարելը և ընդմիշտ հրաժարվեն միջուկային զենք ստեղծելու նպատակից, ասել է Թրամփը Միացյալ Նահանգների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 13-ին սոցցանցում կատարած գրառմամբ պատասխանել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի կողմից իրեն ուղղված շնորհակալական խոսքերին։ Էրդողանը Թուրքիա-Պակիստան հարաբերությունները որակել է եղբայրական և այն համարել իսկական բարեկամության ամենալավ օրինակներից մեկը։ Մենք որպես Թուրքիա մեծ կարևորություն ենք տալիս Պակիստանի խաղաղությանը, հանգստությանը և կայունությանը, հավելել է Էրդողանը։ Բացի այդ նա ասել է, որ ողջունում են Պակիստանի վարած քաղաքականությունը, այն որակելով ողջամիտ և համբերատար, որը կարևորում է հակամարտության լուծման հարցում երկխոսությունն ու փոխզիջումը։ Հիշեցնենք, որ Հնդկաստան-Պակիստան վերջին լարվածության ընթացքում, որը հասավ ընդհուպ մինչև ռազմական բախման, Թուրքիան բացահայտ աջակցում էր Պակիստանին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կողմ է արտահայտվել առաջիկա օրերին Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանմանը, եթե Մոսկվան չհամաձայնի հրադադարի։ Այս մասին Մակրոնը ասել էր մայիսի 13-ի երեկոյան ծավալուն հարցազրույցի ժամանակ։ Մակրոնից առաջ նման մեկնաբանություն էր արել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ըստ որի եվրոպացի դաշնակիցները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների զգալի խստացում կկիրառեն, եթե նախագահ Վլադիմիր Պուտինը չհամաձայնի հրադադարի։ Մերցը որպես պատժամիջոցների հնարավոր թիրախ նշել էր էներգետիկայի ոլորտը և ֆինանսական շուկաները։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Եվրամիությունը Մոսկվայի դեմ սահմանել է պատժամիջոցների 16 փաթեթ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Թեհրան այցի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի այցն Իրանի երկու երկրների հարաբերությունների զարգացման երկարաժամկետ ծրագրում է։ Մենք նախապատրաստվում ենք խորհրդակցություններ անցկացնել ռուսական կողմի հետ այցի կազմակերպման շուրջ, որը տեղի կունենա համապատասխան ժամանակ, ասել է դիվանագետը։ Հռոմի Պապը հանձնառություն է հայտնել գործադրելու բոլոր ջանքերը, որպեսզի աշխարհում խաղաղություն տիրի։ Նա վերահաստատել է Սուրբ Աթոռի պատրաստակամությունը հնարավոր ամեն ինչ անելու, օգնելու դեմ առ դեմ բերել թշնամիներին։ Հռոմի Պապը կոչ է արել երկխոսել և չբաժանել հակամարտության կողմերին վատերի և լավերի։ Խոսելով Վատիկանում արևելյան եկեղեցիների ներկայացուցիչների հետ, Պոնտիֆիկոսը նշել է, որ ինքը պատրաստ է աջակցել թշնամիների հանդիպմանը։ Եկեք աղոթենք մի աշխարհի համար, որը հաշտեցնում է, ներում և թույլ է տալիս շրջել էջը ու սկսել նորից։ Ես ամեն ջանք կգործադրեմ, որպեսզի այդպիսի աշխարհ գոյություն ունենա, նշել է Պոնտիֆիկոսը։
Իսրայելական ուժերը սաստկացրել են Գազայի վրա հարձակումները, որի հետևանքով բժշկական աղբյուրների տեղեկացմամբ կեսգիշերից ի վեր զոհվել է 65 պաղեստինցի։ Զոհերի մեծամասնությունը գրանցվել է իսրայելական ուժերի կողմից Ջաբալիա փախստականների ճամբարը եւ Ջաբալիա Ալ-Բալադ շրջանում բնակելի տները ռմբակոծելու հետևանքով։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իրենք կշարունակեն հարվածներ հասցնել Համասին։ Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով զոհվել է 52908 պաղեստինցի, վիրավորվել 119721-ը։ Երևանում օդի աղտոտվածությունը շարունակում է մնալ բնակչությանը հուզող հարցերի շարքում։ Քամոտ այս եղանակներին յուրաքանչյուր երևանցի նկատում է ժամանակ առ ժամանակ վեր բարձրացող փոշու ահռելի ամպերը։ Արդյոք իրավիճակը վերահսկելի է, մանրամասնում է Ռաֆայել Մնացականյանը։ Շնորհակալություն, բարև ձեզ բարեկամներ, դե ինչ թույն ենք շնչում։ Իրեպ սա ոչ թե ինչ-որ միջանձնային հարաբերությունների որակավորում է, այլ բառից բուն իմաստով թույն ենք շնչում։ Շարունակվող քամիները, հատկապես շին հրապարակների մոտից ահավոր տեսարանների են հանգեցնում, վստահ եմ շատերը նաև դուք եք տեսել, իսկ եթե հաշվենք Երևանում կառուցապատման տեմպերը, ապա պատկերը ավելի աղագնացող է դառնում։ Խնդրեմ, պաշտոնական տվյալներ են հրապարակել, Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ ուժեղ քամու հետևանքով մայիսի 11-ին Երևանի կենտրոնում արձանագրվել է մթնոլորտային օդում բաղադրությամբ չտարբերվող փոշու կոնցենտրացիայի զգալի աճ, մոտավորապես 3,9 անգամ, պատկերացնում եք 4 անգամ այն գերազանցել է սահմանված թույլատրելի կոնցենտրացիան։ Նախորդ օրվա տվյալներով այն բարձր է եղել ավելի վատ ձևով, 6 անգամ։ 6 անգամ։ Դուք պատկերացնում եք, մենք ինչ թվերի մասին ենք խոսում։ Իդեպ, եթե կան մարդիկ, ովքեր կասեն, դե քամի է, տարվա այս եղանակին այսպիսի բաներ լինում են, կանցնի կգնա, պետք չէ աղմուկ բարձրացնել։ Ես հիշեցնեմ, որ մոտ 2-3 ամիս առաջ քամիներ երբ որ չկային դեռ, խնդրի վիճակը առանձնապես փոփոխված չէր։ Նույն փոշին էր եւ անգամ քաղաքապետարանից բարձրաստիճան պաշտոնյաները մեկնաբանում էին այն։ Քաղաքապետարանից ասում էին, դեռ կանաչ տարածքները չեն արթնացել ձմռան քնից, այ գարուն կգա, ծառ ու ծաղիկ կբացվի, փոշին էլ կնվազի։ Դե, ինչպես տեսնում եք, փոշին դեռ չի նվազում, մեզ մասնագիտական գնահատականներ տալ չեմ կարող, բայց շին հրապարակների կարգի հրավիրման համար եղանակային պայմանները չպետք է որ խանգար են, կապ չունի ձմեռը թե ամառ։ Քանի անգամ են հստակ նիստերի ժամանակ ասել, որ նորակառույցները ինչ-որ ծածկերով պիտի փակվեն, շինարարական այդ փոշին պիտի պահպանվի ներսում, չտարածվի եւ այսպես շարունակ։ Քանի ծածկած շին հրապարակ եք դուք տեսել, հարգելի իմ երևանցիներ։ Ամեն քայլին շինարարություն է, շենքեր են կառուցում, նկարեք ուղարկեք տեսնենք, այդ որտեղ են ամբողջությամբ այդպես ծածկված շին հրապարակներ։ Եվ արդյունքում Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշները հիմնականում գերազանցում են սահմանված չափորոշիչները եւ դա կարծես դարձել է ավանդույթ։ Դե մենք էլ ավանդապաշտ ժողովուրդ ենք, սիրում ենք ավանդույթները։ Հիշում եք, օդի աղտոտվածությունը չափող սարքեր բերեցին, տեղադրեցին, առնվազն 151 սարք տեղադրվեց տարբեր վարչական շրջաններում եւ բարձրահարկ բնակելի շին հրապարակներում էին տեղադրում, չափում էին օդի աղտոտվածությունը, դրանք ցույց էին տալիս օդում արկա փոշու մանր հատիկները, եթե խոշոր հատիկները մարդը հիմնականում կարողանում է հազի եւ փռշտոցի միջոցով դուրս բերել, ապա ըստ առողջապահական համաշխարհային կազմակերպության տվյալների մանրահատիկ փոշին ամենավտանգավորն է, որովհետև այն կարող է շնչուղիներով հասնել մինչև արյուն եւ թոքեր եւ հասկանում եք հետևանքները ինչպիսին կարող են լինել։ Իդեպ մի շարք առողջապահական հավելվածներ, որոնք կան մեր հեռախոսներում, այդ հավելվածները խորհուրդ են տալիս Երևանի գոնե կենտրոնում ոչ թե դիմակ, որոշ շրջաններում
հակագազ են ասում պետք է դնեք։ Դուք պատկերացնում եք, ես ասում եմ սա ամենայն լրջությամբ, հակագազով պետք է մարդիկ շրջեն Երևանի որոշ թաղամասերում ըստ այդ հավելվածների։ Ընդհանրապես ես պատկան մարմինների ուշադրությունը այս հարցի շուրջ գրավելու համար առաջարկում եմ նման ինչ-որ մի ֆլեշ մոբ կազմակերպել, եկեք կենտրոնում, ես էլ ձեզ հետ միասին հակագազով զբոսնենք, այդ ամենը տեսանկարանենք, հրապարակենք, թագ անենք համապատասխան պաշտոնյաներին եւ կեսկատակ կեսլուրջ գրենք հակագազով զբոսանք Վարդագույն քաղաքում։ Գուցե այդ տեսարանը շոկային դառնա ու որոշ մարդիկ հստակ քայլեր սկսեն ձեռնարկել։ Իդեպ արդարության համար ասեմ, որ խոսքը միայն շին հրապարակների մասին չէ, Երևանի շուրջ, պատկերացնում եք, տասնյակ բաց հանքեր կան, որոնք շահագործվում են։ Կրկնում եմ, բաց հանքեր, որոնց վրա քաղաքապետարանը առանձնապես մեծ վերահսկողություն ցավոք չունի։ Դա իհարկե առանձին հարց է, թե ինչու չունի եւ ինչպես է այդպես դասավորվել, բայց քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը նշել է, որ այս կարճատև քամու հետևանքով է, որ օդ են բարձրացել շինհրապարակի եւ առնվազն 15 հանքերի փոշիները։ Կարճատև քամու երկարատև հետևանքները։ Մի տեսակ կարծես ֆիլմի վերնագիր լինի, որը ցավոք ողբերգական ժանրից է լինելու։ Իհարկե, ովքեր են գլխավոր դերակատարները այդ ֆիլմի, ես դժվարանում եմ պատասխանել։ Նրանք, ովքեր ժամանակին թույլ են տվել մայրաքաղաքի շուրջը 15 բաց հանք շահագործվի, թե նրանք, ովքեր բոլոր լծակները ունենալով այնուամենայնիվ չեն կարողանում կարգի հրավիրել ազգաբնակչության առողջությունը վտանգողներին։ Մտածեք այդ ուղղությամբ։ Վիվան հյուրընկալել է Global High Tech-ի 15-րդ դափնեկրին։ Պետական մրցանակը ստանալուց առաջ դոկտոր Յոշակի Դեյմոն Հագիվարան այցելել է ընկերության գրասենյակ։ Global High Tech-ի 15-րդ դափնեկիրը Հայաստանում է։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար շնորհվող պետական մրցանակի 2024 թվականի դափնեկիր AIP Lab կոնսորցիումի հիմնադիր եւ արհեստական բանականության գործընկերային համակարգ հանդիսացող Locomtech լաբորատորիայի նախագահ դոկտոր Յոշակի Դեյմոն Հագիվարան Viva-ի կենտրոնական գրասենյակում էր մասնակցելու մրցանակաբաշխության արդիվ կազմակերպված ասուլիսին։ 15 տարի արդեն նշվում է այս միջոցառումը, այսինքն 15 տարի մենք հարգանքի եւ շնորհակալության խոսքեր ենք փոխանցում այն մարդկանց, որոնք մեծ ներդրում են ունեցել տեխնոլոգիական աշխարհում, բարձր տեխնոլոգիական աշխարհում։ Մյուս կողմից 15 տարի անընդմեջ թիմը աշխատում է, որպեսզի ճանաչելի դարձնի նաեւ Հայաստանը։ Այսինքն մենք տարիներ շարունակ դա եւս երազանքի մասին է եւ այդ երազանքներին հասնելու ճանապարհն է, երբ որ մենք ուզում ենք դարձնենք Հայաստանը որպես տեխնոլոգիական հաբ, որպես տաղանդների հաբ։ 15 տարի շարունակ Global High Tech պետական մրցանակի գլխավոր գործընկերը Viva-ն է, Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորը, որը 15 տարվա ընթացքում հատկացրել է ավելի քան 297 միլիոն դրամ։ Հիմքում համոզմունքն է, որ երկրի զարգացման համար կարևոր է պետություն մասնավոր հատված գործակցությունը, հատկապես երկրի մրցակցային առավելությունը հանդիսացող ոլորտների զարգացման առումով։ Կան իրադարձություններ, որոնց թողած երկարաժամկետ ազդեցությունը դժվար է գնահատել մեկ ասուլիսի շրջանակում։ Արդեն 15 տարի անընդմեջ պատիվ ունենք Viva-ի այս դահլիճում ընդունելու Global High Tech-ի դափնեկիրներին։ Սա ոչ թե ուղղակի մրցանակաբաշխություն է, այլև բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրած ահռելի փորձի ներկայացում։ Դափնեկիրներից յուրաքանչյուրի անցած ուղին խելացի ապագա կառուցելու յուրօրինակ ուղեցույց է աշխարհի բոլոր երկրների համար։ Դոկտոր Հագիվարա, ողջունում ենք ձեզ այս այցը ընդունելով որպես կարևոր պատգամ, նպաստել ՏՏ ոլորտում առկա ներուժի շարունակական բացահայտմանը, այս ոլորտում մեր երկրի արդենից ձեռք բերված վարկանիշի բարձրացմանը, գնահատել կայուն կապիտալի, գիտելիքի դերը եւ հետեւողական քայլերով շարժվել աշխարհի զարգացման տեմպին համընթաց, փորձելով գերազանցել այն։ Շնորհակալ ենք, որ այսօր այստեղ եք, ինչը մեզ համար մեծ պատիվ է։ Նախաձեռնողն ու աջակիցը Synopsys Armenia ընկերությունն է, որի հետ հաջող գործակցության արդյունքում տարբեր տարիների մեր երկիր են ժամանել համաշխարհային առաջատարներ, որոնց շնորհիվ էական փոփոխություններ են արձանագրվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մարդկանց կյանքում եւ համաշխարհային տնտեսության մեջ։ Համաշխարհային տեխնոլոգիական ոլորտում
լուրջ դերակատարում ունեցող մարդկանց քանակը բավական շատ է, բայց նրանցից քչերն են, որոնց ներդրումները բերել են հեղափոխական արդյունքի մարդկանց կյանքի ընթացքը դրական առումով փոխելու առումով եւ այս մրցանակաբաշխության հենց տրամաբանությունը կայանում է նրանում, որպեսզի մենք հաղթողներին որոշելով հրավիրենք մեր երկիր, մեծարենք նրանց, հաղորդակից դարձնենք մեր գիտակրթական ոլորտի եւ տեխնոլոգիական ոլորտի մասնագետների հետ։ Մեր ընտանիքի համար արտարոց երևույթ է արտերկիր մեկնելը։ Հայաստանում այցելել ենք տաճարներ, թանգարաններ, ծանոթացել ենք ձեր հին մշակույթին։ Մշտապես կարևորում եմ միջմշակութային շփումները, տարբեր ազգերի մշակույթներին առնչվելն ու լավագույնը վերցնելը։ Անընդհատ սովորելը կենսակերպ է եղել, լինի դա օտար լեզու թե մասնագիտական գիտելիք։ Յոշակի Հագիվարան ներկայացրել է գործունեության ամենակարևոր դրվագներն ու ուղղությունները, իր մասնակցությամբ իրականացված նախագծերն ու տեխնոլոգիական հիմնական ձեռքբերումները։ Հագիվարայի օրակարգը Հայաստանում հագեցած է։ Այդ տարբեր գերատեսչություններ, բուհեր, կրթական կենտրոններ, նաև դասախոսություններ։ Իդեպ գործընկեր կազմակերպությունները Vivan եւ Synopsis Armenian համատեղ հաջողված ծրագրեր են իրականացրել նաև այդ կենտրոններում, երիտասարդների համար կրթության լավագույն միջավայր ստեղծելու նպատակով։ Իսկ նախորդային ավանդույթի համաձայն կառավարությունում անցկացվել է թեմային նվիրված նամականիշով փոստային բացիկի եւ հատուկ ծրարի մարման արարողությունը։ Եվ վերջում եղանակի մասին։ Վաղը հանրապետության առանձին վայրերում եւ Երևանում սպասվում է անպամատություն, հորդառատ անձրև եւ կարկուտ։ Մայիսի 16-ից 3-ը տեղումները կդադարեն, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա։ Այսօր այսքանը, հետևեք Update լրատվականին։